Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Հույս սիրելի ավակա վարտավետներ եւ հույս սիրելի հավատացյալներ։ Ինչպես լսեցիք, թե այսօր Հիսուս ձողու վրայեն քալեց, ալեգոց ձողու վրայեն։ Ինչ որ զարմանալի է անի, թե մենք գիտենք, թե Հիսուս կարողություն ունի հանդարտեցնելու ձողը։ Ուրիշ ավետարաններում մեջ գտեսնենք սաստեց, հրամայեց, թե հովը, թե ձողը նազանվեցա։ Բայց այս անգամ կարծեք անդեսեց ձողը։ Ոչ մի բար ուղեց ձողու։ Ոչ մի բան մրավ, այլ միան վրան կալեց։ Ամբողջ ուշադրությունը գետորանացուց աշակերտներուն վրա։ Եվ եթե բան ըսավ առաքյալներուն, ես եմ մի վախնակ։ Ես եմ մի վախնակ։ Ինչու համար Հիսուս չուզեց հանդարտեցնել ձողը։ Ավելի լավ չէր իրեն համար եւ աշակերտներուն համար, որ նախ հանդարտեցներ ձողը եւ անգեյետ կալեր անոր վրայեն։ Ալի գարա որպես մեզի հասկացրի հետեւյալը։ Թե մեր կյանքի մեջ երկու ձողեր կա։ Այն ձողը, որ մեր շուրջը կգտնվի, եւ այն ձողը, որ կգտնվի մեր սիրտերուն մեջ։ Եվ Հիսուս չի եկած միայն հանդարտեցնելու այն ձողը, որ մեր շուրջը կգտնվի, այլ հանդարտեցնելու այն ձողը, որ մեր մեջ կգտնվի եւ հանդարտեցնելու անոր արիքները։ Ինչու՞։ Որովհետեւ որքան լա արտաքին ձողը հանդարտ մենք երբեք խաղաղ պիտի չլանք, եթե մեր ներքին ձողը հանդարտ չի։ Այսինքն մեկ խոսքով Հիսուս չի եկած, որպեսզի մեր խնդիրները միայն լուծե։ Եկած է, որպեսզի մեր սիրտը փոխե։ Եվ 5 դագարանի մեջ ինչ գսե, գսե պիտի դամ ցեզի նոր սիրտ։ Ինչ կնշանակե նոր սիրտ։ Այսինքն նոր մտածելակերպ, նոր մոդեցում, նոր կարողություն տեսնելու, հասկանալու աշխարհը։ Գիտեք, որովհետև ինչպես որ ասի ցեզի, եթե ներս հանդարտ չէ, որքան դուրս հանդարտ լա ավելորդ է։ Ուրեմն սիրելի եղբայր, սիրելի ջարանքավ, սիրելի աբակա վարտավիտ, քո խնդիրդ բանկին պրոգրամը չէ, ոչ ալ կնությունները, ոչ ալ չեմ գիտեր ինչ կմտածես, մեր խնդիրները ներսեն կփոխի։ Խաղաղությունը եւ խնդիրները ներսեն կփոխի։ Ներսեն կփոխի։ Եվ դու կալ սիրելի քույրեր եւ եղբայրներ, ձեր խնդիրները, ձեր ամուսինը չէ, կամ ձեր գինը, կամ ձեր ընտանիքը, կամ երկրին վիճակը, մեր խնդիրը հաջող ներսեն կփոխի։ Եվ Հիսուս եկած է, որպեսզի այս սիրտերը փոխի։ Եկած է, որպեսզի մեզի նոր սիրտ տա։ Լավ, ինչու համար նոր սիրտ չի տա, ու վերջացնենք այս հարցը։ Պատճառը գտեսնենք ավետարանի մեջ։ Հազի որ առաքյալները տեսան Հիսուս, վախցան Հիսուսեն։ Ինչու պիտի վախնան Հիսուսեն։ Ինչու պիտի վախնան։ Որովհետև ճշմարտությունը կվախցնե, հավատարմությունը կվախցնե, ճշմարիտ ծերը կվախցնե, այն անձերը, որ կրնան ընել անինչ որ մենք չենք կրնար ընել, մեզի կվախցնեն։ Հիսուս կալեց ձողու վրայեն, իսկ այս առաքյալները, որ ծուկնորս էին, չկրծան փոքրիկ նավմը հասցնել իսկ կողմ։ Հիսուս չուզեց տակավոր լալ, այսինքն Հիսուս չուզեց այս աշխարհի խաղերու մեջ մտնել, այդպեսի անձեր մեզի կվախցնեն, որովհետև ցույց կտան որքան դգար ենք, որքան խեղճ ենք։
Եվ 2000 տարի է ի վեր թե Հիսուսը, թե Հիսուսին ճշմարիտ հետևորդները գահալացվի։ Եվ միայն եւ որ առաքյալները ուզեցին Հիսուսը հրավիրել, որ մտնե իրենց նավը գսե հասան ցամաքին։ Այսինքն այլևս իրենց ոտքերուն դակ հաստատ բան մգա։ Գրնան անոր վրա հիմնել, գրնան այն գետեն սկսիլ։ Ուրեմն սիրելիներս այսօրվա ավետարանը գուզե ասել մեզի մեր խաղաղությունը դուրսեն չի կար, մեր խաղաղությունը ներսեն։ Միմիայն մենք եւ որ գհրավիրենք Հիսուս մեր սիրտին, մեր նավին, մեր վանքին, մեր հասարակության, մեր ընտանիքին, ամեն բան կփոխվի։ Ամեն բան կփոխվի։ Եվ քանի որ մենք գադենք ճշմարտությունը, գամնի մենք գադենք հավատարմությունը, քանի որ մենք գուզենք այս աշխարհի խաղերում մեջ լալ, երբեք մեր սիրտը հանգիստ պիտի չի։ Եվ երբեք խաղաղություն պիտի չունենանք։ Հիսուս գսե հավատացեք, ես հաղթեցի աշխարհը։ Մենք ալ սիրելիներս, եթե հրավիրենք Հիսուս մեր կյանքի մեջ, պիտի հաղթենք աշխարհին։ Հավատացեք, ես հաղթեցի աշխարհին։ Մենք ալ եթե որ հրավիրենք Հիսուս մեր սրտին մեջ, պիտի հաղթենք աշխարհին։ Աղոթենք սիրելիներս, աղոթենք, որովհետեւ անդրադառնանք թե խաղաղությունը գսկսի այսդեղեն մեր սիրտեն։ Աղոթենք, որովհետեւ երբեք չվախնանք Հիսուսին։ Աղոթենք, որովհետեւ մեր սիրտը պանանք Հիսուսին, որովհետեւ մտնե եւ մեզի շնորհ կտա հաղթելու աշխարհին, ինչպես ինքը հաղթեց։ Ամեն։